Ինչու կան այս ճգնաժամերը հարաբերությունների մեջ։ Իսկ ինչ նշաններ կան, որոնք ցույց են տալիս, որ զույգի մոտ ճգնաժամային իրավիճակ է։ Հանկարծ հասկանում են, որ իրենց մտքում ստեղծած կերպարը իրական չէ։ Ցանկացած բարդություն հարաբերությունների մեջ մի հատ նոր sense մարզում է կարելի ասել։ Երբ արդեն զուգընկերը կորում է աշխատանքի վայրում, Մեծ կարող է հարաբերությունը չդիմանալ, չէ, աճին։ երբ մտածում է ոնց անեմ, որ անպայման միայնակ լինեմ, չտեսնեմ զուգընկերոջս։ Մի պահ հասկացա, որ ընտանիքի տված ջերմությունը եւ երջանկությունը անփոխարինելի են։ Միևնույնն է, զորով չի լինում հարաբերությունները եւ ոչինչ կյանքում զորով չի լինում երկարատև։ Ցանկացած տղու կյանքում մեծ դեր ունի իր կողակիցը։ Ուղղակի պարտադիր պայման է, որ դու տեսնելու ես քո կողակցի փոփոխությունները։ Պրոպագանդում, որ աղջիկներն են ուժեղ, Շատ հայ կանայք ցավոք հիասթափված ապրում են դրա ունը կոմպրոմիս դնելով։ փորձ զույգերին մի քիչ ձեր ուղեղները անջատած ապրեք։ Ողջույն, դուք կրկին դիտում եք Այր եւ Կին ոդկասթը։ Ձեզ հետ եմ ես Արթուրը եւ իմ կինը Մարիաննան։ Մենք ունենք 7 տարվա ամուսնական փորձ, 9 տարվա հարաբերությունների փորձ, 2 երեխա, ապրում ենք աշտ, համերաշխ, երջանիկ եւ որոշել ենք Ապրում ենք աշտարակում, որոշել ենք կիսվենք ձեզ հետ մեր գաղտնիքներով։ Այսօրվա թեման է ճգնաժամային փուլերը հարաբերություններում։ Շատ կարելի ասել բոլոր զույգերը անցնում են այս փուլերի միջով։ Ոչ բոլորն են դրան պատրաստ եւ ոչ բոլորն են խոսում դրանց մասին, ինչից էլ բխում են բաժանումներ։ Առաջարկում եմ հետևել մեր էջերին, follow, subscribe լինել YouTube-յան ալիքին, Instagram-յան ալիքներին եւ իհարկե չենք մոռանում VT Studio տաղավարի մասին։ Դե արի ամենասկզբից սկսենք, մեղրամսից։ Այդքան սկզբից։ Հա, բա ինչ։ Փուլերից է, Okay. ճգնաժամային փուլերից սկսենք, ինչ փուլեր են լինում, ոնց են հաղթահարվում։ Մեծ մասը բաժանվում են հենց առաջին տարվում։ Մի տարվա ընթացքում են բաժանվում։ Երբ որ բախվում են ոնց որ դիմասինի իրական կերպարին։ Այո։ Ինչ կասես։ Ոնց անցավ քո մեղրամից։ Դա հարցը։ Ինչ ես կարծում, որ պահին են զույգերը հասկանում, որ մտան ուրիշ փուլ։ Շատ զույգեր նույնիսկ չեն էլ իմանում ու չեն էլ հասկանում, որ փուլ կա, փուլն էլ անցավ, մի հատ էլ մտան ուրիշ փուլ, ուղղակի ապրում են ավտոմատի վրա եւ կամ անցնում են այդ ամենի միջով, կամ գիտակցությունը անջատած ուղղակի դե էսա արդեն, կամ դե էսա արդեն չի, կարող ենք բաժանվել, որովհետեւ դժվար է։ Արդեն էլ են չի։ Հա, արդեն էլ են չի, կարելի է բաժանվել։ Այդ երկու ձևն է լինում ինձ թվում է։ Շատ քիչ տոկոսի մոտ զույգերից կա գիտակցված հարաբերություններ, որտեղ զույգը գիտակցում է, խորանում է, փորձում է հասկանալ, թե ինչու է այդպես եղել, ինչպես կարելի է դուրս գալ այս ճգնաժամից եւ այլն։ Իսկ ինչու են մարդիկ կախված մնում այդ սկզբնական էմոցիաներից ու ուզում են, որ ինչ սկզբում կար, միջև վերջ այդ նույնը ոնց որ շարունակվի։ Քանի որ էմոցիաները կախվածության մեջ են կարողանում գցել մարդուն, ինչու, որովհետև դոֆամին են առաջացնում, մարդը ընկնում է էմոցիոնալ կախվածության մեջ այդ դոֆամինից, եւ երբ վերջանում է դոֆամինը կամ պակասում է, մտածում է դե վերջ, ուրեմն սերը անցավ։ Անձամբ ես կարծում եմ, որ սերը սկսվում է հենց այն ժամանակ, երբ սիրահարվածությունը ավարտվում է։ Դա իմ անձնական կարծիքն է։ Այսինքն, միջև դա դու չես սիրում մարդուն, դու սիրահարված ես։ Այո։ Սիրահարված ես հենց այդ դոֆամինի արդյունքում քո էմոցիոնալ վիճակին, այն զգացողություններին, որոնք դու ունենում ես իր կողքը, անձնական կարիքներն ու սպասելիքներն ես լցնում։ Եվ հետո երբ դոֆամինի աստիճանը ընկնում է, դու հանդիպում ես մարդուն։ Երբ դրա համար էլ երկրորդ փուլը կոչվում է լռության ճգնաժամ։ Հա։ Հա։ Ուսումնասիրություններ էի անում ես իմ համար։ Այդպես ամեն փուլ իր անունը ունի ու երկրորդը լռության ճգնաժամ էր կոչվում, երբ որ զույգեր էլ չեն խոսում։ Կամ ավելի քիչ են խոսում, կամ մեկն է խոսում։ Ոնց որ
Ոնց է չէ, այդ հաճույքները որ չեն լինում, մարդը նույնիսկ ընկնում է ճգնաժամի մեջ ու տենց պարփակվում է, ինքը առանձնանում է, չուզում ոչ մեկ երշվի բան, երևի ես ինձ տենց է թվում, որ դրանից է որ լռության է կոչվում, դրա համար է երկրորդ ֆազան, այս լռության ֆազան է գալիս։ Քո մոտ եղել է լռության ֆազան կամ միգուցե միջև հիմա լռության ֆազայի մեջ ես։ Իմ մոտ լռության ֆազա շուշուտ է լինում, բայց չգիտեմ այդ ճգնաժամի սիմպտոմա թե դեպրեսիայի սիմպտոմա թե ինչ է, բայց ես ինձ լավ եմ զգում, երբ որ գալիս է այդ լռության ճգնաժամը, կարելի ասել, ինձ ավելի հանգիստ է տես լինում, ես ընդհանրապես փոքր ժամանակ տենց շատ ակտիվ խոսացող էի, բայց տարիները անցան եւ ես էլ հասկացա, որ խոսալը ընդհանրապես տենց եսիմ ինչ չի։ Չնայած հարաբերությունների մեջ շատ կարեւոր է խոսալ, կարևոր է ոչ մի բան չպահել մեջ բան, բայց ես ինձնով հիմա տենց շատ խոսացող մարդ չեմ։ Դրա համար ինձ դուր է գալիս այդ լռության ֆազաները, երբ որ իմ կյանքում լինում են, բայց մի տարի հետո որ ասեմ բախվեցի այդ ճգնաժամին, երևի սուտ կլինի ասել, ավելի շատ բախվեցի այդ իրական կերպարին, հարմարվելու, իրան նորից սիրելու, սիրավորվելու, տենց պիրուդները ավելի շատ բախվեցի, բայց որ ասեմ լռության տենց բան եղավ, իմ մոտ չեղավ, քո մոտ եղավ։ Իմ մոտ երևի հիմա է։ Դե իրականում այս փուլերը շատ են տարբերվում։ Առաջին տարում է հենց լինում այդ ճգնաժամը, երկրորդը միջև երրորդ տարում։ Հետո 3-ից 5-ում ալին, ոնց որ միշտ լինում է, էլի, այսինքն մյուսը լինում է 7 տարում, այնտեղ որտեղ որ մենք հիմա ենք։ Գուցե նաև կա այդ ճգնաժամը, դրա համար այս ոդկասթն ենք անում, դες հետաքրքրացնում է։ Առաջի փուլը, երբ որ ամուսնանում են, տևում է 1-ից 2 տարի, մեղրամսային շրջան է, հիմնականում 1 տարի է տևում, մարդիկ դեռ սիրահարված են, դեռ իդեալականացնում են դիմացինին եւ հետո հանկարծ հասկանում են, որ իրենց մտքում ստեղծած կերպարը իրական չէ։ Այդ կերպարը սկսում է փլվել եւ մարդը հանդիպում է իրական մարդուն, ինչպես ասացի արդեն։ Եվ սկսում է նորից հասկանալ, նա ուզում է ապրել այս մարդու հետ, թե ոչ։ Շատ զույգեր բաժանվում են 1 տարի հետո։ Կարծեմ 40-ից 50% զույգերը 1 տարի հետո բաժանվում են, հենց այս փուլը չեն հաղթահարում։ Իսկ 60% բաժանությունների լինում է առաջի երեխայից հետո, որովհետև երեխայից հետո էլ կա ճգնաժամ։ Ֆինանսական ճգնաժամ էլ կա։ Ինչ ես կարծում, ինչու կան այս ճգնաժամերը հարաբերությունների մեջ։ Իսկ նորմալ process է սա։ Պետք է լինեն, որտեվ կյանքը փոխվում է, մարդիկ փոխվում են, մտածելակերպը փոխվում, իրար հանդեպ են փոխվում։ Ոնց որ դրանից արդեն բխում է նաև այս ճգնաժամ կոչվածը։ Ես ճիշտ ասած իրան մի քիչ վատ են անվանում, ճգնաժամ շատ վատ է հնչում, բայց իմ համար իրականում այս ցանկացած բարդություն հարաբերությունների մեջ մի հատ նոր sense մարզում է կարելի ասել, որ ավելի պնդանում ես, եթե իհարկե հաղթահարում եք իրար հետ, անցնում եք դրա միջով, ավելի ուժեղ եք դառնում, որպես ընտանիք, որպես զույգ ավելի կազմավորված եք դառնում։ Ու կարծում եմ պետք է լինեն այս ճգնաժամերը, որպեսզի նախ փոփոխությունը լինի զույգի կյանքում։ Շատ դեպքերում կարող է ճգնաժամը չլինի ու իրանք առաջ չգնան երկուսով, նույն ֆինանսական կարան չհասնեն իրանց ուզածին, նույն երեխա կարան չունենան տենցել։ Կարևորը ինձ թվում է ցանկացած sense ճգնաժամային, կրիզիսային իրավիճակում միմյանց հետ խոսելը, շատ ճգնաժամներ, sense ասած, գալիս են հենց այդ չխոսելուց էլ, որ իրար հետ չեն քննարկում, մի հատ փուճուր բան, տենց կուտակվում ու հետո ծոր պայթում է։ Իսկ ինչ նշաններ կան, որոնք ցույց են տալիս, որ զույգի մոտ ճգնաժամային իրավիճակ է։ Ամենաառաջին նշանը այդ քիչ խոսելն է իրար հետ, երբ զուգընկերները դադարում են շփվել։ Երկրորդ նշանը այն է, երբ զուգընկերները սկսում են ման գալ հետաքրքրություն դրսում, երբ զույգերից մեկին դրսում ավելի հաճելի է ժամանակ անցկացնել, քան տանը։ Խոսքը նրա մասին չի, որ ունի ընկերներ եւ
սիրում է դրսում լինել կամ սիրում է աշխատել։ Խոսքը նրա մասին է, երբ արդեն զուգընկերը կորում է աշխատանքի վայրում ավելի երկար է ուզում, հոգեպես ուզում լինել, քան տանը կամ կողակցի հետ։ Երբ առիթ է ման գալիս, որ մենակ ու առանձին ժամանակ անցկացնի, ոչ թե վատ է, որ միայնակ է ուզում ժամանակ անցկացնել, այլ երբ մտածում է ոնց անեմ, որ անպայման միայնակ լինեմ, չտեսնեմ զուգընկերոջս, բայց այդ ամենը անում է ենթագիտակցորեն շատ դեպքերում, ոչ թե գիտակցված։ Այսինքն պետք չի որ կոնկրետ ճնշում լինի, բան լինի, որ ինքը գնա այդ քայլին, ինքը իրանով կարա ենթագիտակցորեն ինքը արդեն փակվել է, այդպես է հա լինում փակվել է ու արդեն սկսել է գնալ, հերվանալ, որովհետև միևնույնն է զորով չի լինում հարաբերությունները եւ ոչինչ կյանքում զորով չի լինում երկարատև ու երբ արդեն մարդուն հետաքրքիր չի այդտեղ, չկա առողջ երկխոսություն, չկա հետաքրքրությունների կիսում, զույգերից մեկը կամ շատ ժամանակ երկուսն էլ հերվանում են իրարից ու ամեն մեկը սկսում է իր կյանքով զբաղվել։ Այսպեսի հետաքրքիր ցուցանիշ կա, եթե քո կյանքում շատ լավ բան է եղել, իրադարձություն է եղել եւ դու առաջինը քո կողակցին չես ուզում պատմել, ուրեմն արդեն նախանշան կա, որ դու չես ուզում կիսվել, կամ քո մեջ գաղափարներ են առաջացել, դու չես ուզում այդ գաղափարներով կիսվել, մտածում ես, որ կքննադատի, կվիրավորի, կծիծաղի, սա երրորդ կետն է։ Դա այն է, որ դու ունենում ես զգացողություն, որ ուրիշը քեզ ավելի հետաքրքրությամբ է լսում, ընկալում, ոգևորում, քան քո կողակիցը։ Որ ավելի լավ է զանգեմ, մայրիկիս պատմեմ, քույրիկիս պատմեմ, քան կողակցիս։ Նույնը տղամարդու մոտ, ավելի լավ է գործընկերուհուս պատմեմ, քան կնոջս, որովհետև չի հասկանա, քննադատի եւ այլն։ Շատ տղամարդիկ այս փուլում գտնում են որևէ հետաքրքրված անձ, ով հետաքրքրված է նրանով, ինչով զբաղվում է տղամարդը։ Ու սկսում են գովել, հետաքրքրվել եւ այլն, իսկ ամեն մարդ ուզում է իր ռեալիզացիայի, իր կայացման, իր ուղղակի կյանքի տարբեր հարցերում ունենալ մարդ, ում հետ նա այդ ամենը կքննարկի, մարդ, ում հետ կկիսվի, ով իրեն կոգևորի, դա մեր բնական կարիքն է եւ եթե մենք արդեն չենք տեսնում մեր կողակցի մեջ այդ հատկանիշները, նշանակում է մի օր կգտնվի մեկը, ով այդ հատկանիշները եւ չորրորդ նախանշանը, որ միանշանակ կա ճգնաժամ, դա կոնֆլիկտներն են, կռիվներն են, բարձր գոռոցներն են, երբ զույգը ակնհայտորեն ունի անպայմանավորվածություններ, երբ անընդհատ կռիվ է։ Այստեղ կարևոր է նշեմ, որ ոչ թե պարտադիր է, որ կռիվ չլինի, հակառակը կռիվները, ինչպես դու նշեցիր, պետք են նույնիսկ հարաբերություններին ճիշտ զարգացման, զույգի կայացման եւ այլ գործընթացների համար, բայց երբ կռիվը ավելի շատ է, գերակշռում է, հա, օրինակի համար, զույգի 70%-ը կյանքի անցնում է կռիվներով, գոռոցներով, անառողջ մթնոլորտով, միանշանակ զույգը գտնվում է ճգնաժամի մեջ եւ եթե չհաղթահարի, կբաժանվի։ Մեծ կարող է հարաբերությունը չդիմանալ, չէ, աճին։ Մեկը փոխվի գնալով, ասենք աճի, մյուսը մնալ այն տեղում։ Կարող է դա լինի կարիերայի աճ, մտավոր աճ, հոգևոր աճ, ու մյուսը երբ որ մնում է նույն տեղում, այսքան մյուսը բարձրանում է, ոնց որ ստեղ նորից էլի գալիս է այդ կոնֆլիկտային։ Հիմնականում հենց այդ դեպքերում է լինում է, որովհետև եթե զույգը ընտրում է միմյանց մի որոշ մակարդակում, կլինի հոգեպես, թեկուզ ֆիզիկապես, ֆինանսապես, նույնիսկ ինտելեկտից կարող ենք այստեղ խոսալ, չէ՞ որ նրանք կյանքի մեծ մասը պետք է միասին անցկացնեն։ Եվ կյանքի մեծ մասը միասին անցկացնելուց ուղղակի պարտադիր պայման է, որ դու տեսնելու ես քո կողակցի փոփոխությունները եւ փոփոխվելու է քո կողակիցը, նաեւ դու։ Մի բա հասկանում ես, որ դու արդեն ուրիշ մարդ ես։ Համ դու ես ուրիշ մարդ, համ դիմացինդ։ Դուք երկուսդ էլ փոխվել եք, բայց ուրիշ մարդիկ եք արդեն։
Այս դեպքում ինչ անես։ Նորից ծանոթանաք իրար հետ, հա։ Դե մեր հետ օրինակ իմ կարծիքով արդեն մի քանի անգամ այդպիսի փոփոխություն ա եղել, այսինքն հենց ծանոթության եւ այդ շփման ու ընկերության շրջանում մեզ լրիվ այլ բաներ է եղել հետաքրքիր։ Մենք սիրել ենք, եթե փակագծերը բացեմ, մենք սիրել ենք գալ ուշտուն, զվարճանալ, լինել մեր ընկերների հետ, ակումբներում, դրսերում, համարյա տուն չէինք գալիս ու լրիվ այն որ ասում ջահելություն ենք արել, այտենց ապրել ենք ու այդքանը մեզ բավական է եղել կարծես։ Հիմա եթե համեմատենք մեր այսօրվա օրակարգը, որ մենք քնում ենք շատ օրեր ժամը 10-ին, 11-ին, արտանում ենք շատ շուտ, նախաճաշում ենք, աշխատում ենք, պրոյեկտների մասին ենք խոսում իրար հետ, այդ ամեն ինչը բնականաբար տրանսֆորմացիաներ են, որոնք անընդհատ տեղի են ունեցել մեր հարաբերությունների մեջ։ Լավ է, որ երկուսով ենք փոխվել։ Բնականաբար շատ Ինքն եթե մեկը ուզեր մնալ այդ զվարճանքների մեջ, մեկը արդեն ընտանեկան ինչ որ մարդան, էլի մեծ կոնֆլիկտների կբերեր։ Լավ է, որ զույգի մոտ այդ աճը ոնց որ հավասարաչափ է լինում։ Օրինակ շատ տղամարդիկ սիրում են մնալ այդ զվարճանքի մեջ, ինչպես եղավ այդ փոփոխությունը, որ դու էլի սիրում ես զվարճանալ, բայց դե ուզում ասել ես դες չուրճը։ Հա, դու սիրում ես զվարճանալ, բայց ինչ որտեղ բավականին ընտանեկան մարդ ես դարձել։ Իսկ տղաները չեն, ընդհանրապես մարդը սիրում է զվարճանալ, նույն։ Չէ, հիմնականում ինձ թվում է։ Դե մարդը ծնված է ազատ եւ երջանիկ լինելու ոնց որ sense հակումով։ Բայց ես երբ հասկացա, երբ որ տեսա, որ տան ընտանիքի տված երջանկություն ու ընտանեկան միջավայրում ունեցած այդ զվարճանքը շատ ավելի կարևոր դեր է կատարում եւ տենց էլ կա, իսկական հաճույք է, այսինքն այդ դրսի արեստական ինչ որ մեկին տեսնեմ, որ լավ լինի, ինչ որ միտեղ գնամ, որ լավ լինի, ինչ որ մի բան անեմ, որ լավ լինի, այս փոխվեց sense լրիվ pure ընտանեկան այդ սիրով, այդ երջանկությամբ ոնց որ լրացրեց նրան։ Դրա համար ոնց որ ես նրա կարիքը սկսեցի արդեն ավելի քիչ ունենալ։ Ինձ թվում է այդ էր պատճառը, որ ավելի ընտանեկան մարդ դարձա։ Չնայած հիմա էլ ես սիրում եմ էլի զվարճանալ, բայց որ համեմատենք մեր նախորդ կյանքի հետ, կարելի է ասենց ասել, ահագին փոխվել է ու ես ուղղակի մի պահ հասկացա, որ ընտանիքի տված ջերմությունը եւ երջանկությունը անփոխարինելի են, դրանք մշտական հիշվող պահեր են։ Ինչքան շատ ունենաս նմանատիպ րոպեներ, ժամեր ընտանիքիդ, կնոջդ, երեխաներիդ հետ անցկացրած, այդքան շատ երջանիկ մարդ կլինես դու։ Երեխաները մեզ դեր խաղացին իմ այս որոշման մեջ, ճիշտ է, մենք իրար հետ շատ ժամանակ էինք անցկացնում եւ իրար հետ զվարճանում էինք հիմնական ժամանակը, դրա համար եմ ասում երեխաներն էլ իրանց ուրին դեր ունեցան ու այս ընտանեկան երջանկության մեջ երջանկություն ասելով հենց երեխաներին ավելի շատ նկատի ունեմ, որովհետեւ մենք երկուսով առանձին ընտանեկան երջանկություն առանձին իրար հետ էլի ունեցել ենք։ Ինչ ես կարծում, ո՞րն է իմ դերը կամ արդյոք ունեմ ես դեր նրանում, որ այդ փողոցային կյանքը քեզ սկսեց այդքան շատ չհետաքրքրել։ Դե բնականաբար դու ունես դեր, ցանկացած տղու կյանքում մեծ դեր ունի իր կողակիցը։ Հաջողակ մարդիկ կլինեն, անհաջողակ կլինեն, շատ դեպքերում մեղավոր է կա, ասենց շակերտներով մեղավոր ասեն, կողակիցը ինձ թվում է նույնը կնոջ դեպքում է։ Երբ որ դուք ամուսնանում եք, դառնում եք այր եւ կին մի մարմին, follow եղեք, որպեսզի բաց չթողնեք մնացած հաղորդումները, դուք իրոք դառնում եք մի մարմին ու հետագա որոշումների մեջ մեծ դեր ունենում ձեր կողակիցը, նույնիսկ իմ պարագայում դու շատ ինձ համ օգնել ես, համ կարող է տեղ հակառակը, բայց առանց քեզ, առանց քո հասկացողության մենք չէինք էլ հաղթահարի շատ մեր ճգնաժամային իրավիճակներ, կարող է նաև
Ես էլ եմ մեծ դեր ունեցել, բայց դու կոնկրետ շատ մեծ դեր ես ունեցել, որովհետեւ մենք հաղթահարենք մեր ունեցած ճգնաժամերը, թեկուզ կարողա պահի տակ կռիվներով, բաներով, բայց ոնց որ միշտ հասկացել ես ինչ լուրջ բանի տակ ենք ոնց որ մտել, ընտանիք կազմելով իրար հետ ու ոնց որ այդպես short term չես մտածում, long term ես մտածում։ Ինչեր կարող լինի ես մի բանից հետո բան sense։ Շատերը ասես այդ ամուսնությունից հետո բախվում են իրենց իրական ամուսնու մինուսներին, խնդիրներին ու ինչպես նշել ենք անցյալ թողարկումներում ոչ մեկ անսխալական չի, բոլորը ունեն թերություններ եւ հարաբերությունները հենց այդ թերությունների հետ նույնիսկ համակերպելն է, դրանք ընդունելն է, որովհետեւ հիմնականում այն զույգերը, ովքեր փորձում են անընդհատ փոխել կողակցին, ըստ հետազոտությունների, միևնույնն է, մի կետում հասկանում են, որ չեն կարող դա անել, ու երջանիկ են այն զույգերը, միասին են մնում այն զույգերը, ովքեր ուղղակի կարողանում են ընդունել իրար։ Հենց այս կոմպրոմիսները եւ այլն, ոնց որ շատ դժվար է դրան հասնել այդ մակարդակին եւ կոմպրոմիս ասելով ես նկատի չունեմ հիասթափված ապրել, որովհետև շատերը շատ հայ կանայք ցավոք հիասթափված ապրում են դրա անունը կոմպրոմիս դնելով։ Կոմպրոմիսը երևի, որ դու որոշ թերություններ կարող ես տանել, բայց ընդհանուր առմամբ քեզ հարաբերություններում լավ է։ Ոչ թե քեզ միայն վատ է եւ դու համակերպվում ես, սրա մասին չեմ խոսում։ Այսպիսի գիրք կա Տղամարդիկ Մարսից, կանայք Վեներայից եւ հետաքրքիր է այդ գրքի գաղափարը, որ տղամարդիկ ասես Մարսից եկած լինեն, իսկ կանայք Վեներայից, Մարսում բոլորը միայն տղամարդիկ էին ապրում, ինչ էին անում իրենք, կառուցում էին բարձրահարկ շենքեր, մրցում էին իրար հետ, ով ավելի արագ, ով ավելի շուտ եւ ինչի հիման վրա է գրել հեղինակը, նույնիսկ ես իմ երեխաների մոտ տղաների տեսնում եմ իրենց խաղերը իմ համար լրիվ անիմաստ խաղեր են թվում, այսինքն կանացի հոգեբանությունն ու ուղեղը միևնույնն է այլ կերպ է եւ երբ ես նայում եմ ինչ են իրենք խաղում, օրինակ մեքենաները, որ դու շատ մեծ հաճույքով իրենց հետ խաղում ես, որ մեքենաներին սենց բաց թողնեն ու տեսնեն, որ մեքենան ավելի արագ կգնա։ Օրինակ ոչ մի կնոջ այդ խաղը հետաքրքիր չի։ Դե կարող է որոշ բացառություններ լինեն, կամ իրար վախացնել, կամ կրակել, տեսնել ովում կհաղթի, ովում ավելի ուժեղ կխփի կամ կկծի, հա, այդ նաև մանկական տարբերություններն է կա։ Իսկ կանայք աղջկա խաղերն են տենց անում։ Իհարկե։ Այսինքն պետք է հասկանալ, որ իրանք շատ տարբեր են։ Տղան ու աղջիկը իրարից տարբեր բաներ են։ Իսկ կանայք այդ գրքով ավելի շատ կանանց մոլորակը գեղեցիկ տունիկներ, գեղեցիկ բարակույրներ, գունավոր ծաղիկներ, չնայած որ դա կանանց մոլորակ է, աղջիկները բոլորը գեղեցիկ քսված, շպարված, բոլորը պատրաստ գունավոր մազերով, գեղեցիկ շորիկներով, այսինքն նույնիսկ երբ տղամարդ ասում է սա մի հագին, ամի հագի մտածելով որ կինը տղամարդու համար է հագնում, մենք կարող ենք տեսնել, որ 3-4 տարեկան աղջիկները սիրում են բիժուտերիաներ գցեն, իրանց վրա շպարներ անեն, եղունգները ներկեն եւ այլն, ու այդ ամենը ուղղակի կանացի կարիք է։ Կինը այդպիսին է, հա, ինչպես մենք չենք տեսնի ժամերով փոքր տղայի կանգնած հայլու մոտ, մենք կտեսնենք աղջիկների, ովքեր հյուսում են իրենց մազերը ու, չգիտեմ, վարդագույն ստվերաներ են գցում իրենց աչքերին։ Այսինքն այս տարբերությունը այնքան ակնհայտ է, ինչքան էլ որ հիմա հավասարության եւ ամեն ինչի գովքն է գնում աշխարհում, ես կարծում եմ, որ Չէ, ոչ միայն ես եմ կարծում, այլ բնությունը նաև այդպես է արդեն նախատեսել եւ այդպես է կարծում, որ չկա հավասարություն։ Մենք շատ տարբեր ենք, մեր աշխարհները շատ տարբեր են, ու այդ ամեն ինչը հենց ինտեգրելն է, հա, գեղեցիկ։ Իրար մեջ կարողանալ ինտեգրել ու իրար հետ մի աշխարհում ապրելն ու գոյատևելը, իրար սիրելն ու հասկանալը։ Բայց միևնույնն է կան բարդություններ ու հարցը դրա մասին էր, մի քիչ երկար եղավ ներածությունը։ 15 րոպե։ Այնպես ինչպես միշտ։ Դիմացեք տղաներ ձեր կանայք հանդիպեք ձեր տղամարդկանց եւ ամեն ինչ լավ կլինի։ Դե դրա մասին է, էլի։ Այո, իհարկե։ Որ
այդ կինը, ով ունի լրիվ ուրիշ մտածելակերպ, իր համար տղամարդը այդ 1 տարի ճգնաժամից հետո ասես անհասկանալի մի հատ կերպար է դառնում, ում պետք է ուղղակի անընդհատ հանդուրժել։ Նես չի կինն էլ հասկանալի կերպար ամնում։ Պետք է ստեղ հասկանալ, դու որ ասում ես ոնց անի աղջիկը, որ մի տարի հետո բախվում է սրան։ Դուք հասկացեք, որ ինչ իրավիճակում որ դուք եք, նույն իրավիճակում նաև տղեն է։ Տղու համար էլ դուք sense մի հատ լրիվ ուրիշ մարդ եք դառնում, sense հարցականների կույտ եք լինում, չգիտեմ։ Անverջ sense բլա բլա բլաեր են լինում, այսինքն եթե ձեզ թվում է որ տղամարդիկ տենց ուղեղները հեշտ անջատած ձեզ դիմանում են, դուք չարչար սխալվում եք։ Ինչ աշխատանք դուք եք տանում, նույնը անում են տղամարդիկ։ Ու ոնց ձեր համար է անակնկալ sense բացվում տղեն կարող է sense մի պահ հասկանաք որ թափթփված են, չգիտեմ, ալարկոտ են, եսի ինչ են, նույնը նաև տղաներն են նկատում աղջիկների մեջ։ Ձեր պահարանը կարող է միջև այդ sense միշտ դուք կոկիկ բան եք անում, մեկ էլ հետո բարձում է դուք ժամանակ չունեք, ու սախ շոյերը տնով թափրտած է, նույնն է էլ տղուն կարա նյարդայնացնի, էլ կարա կռվի պատճառ դառնա։ Բայց պետքա մի քիչ մի հատ խորցույքերին մի քիչ ձեր ուղեղները անջատած ապրեք, որպեսզի չեմ ասում խնդիրների վրա աչք փակեք, մի խոսացեք դրանց մասին, բայց կան հազարավոր խնդիրներ, որոնց մասին հնարավոր է չխոսալ, դրանք իրանք իրենց կլուծեն, ոնց որ ավելորդ շոշափելով, ոնց որ լուն ուլ մի դարձրեք։ Նիկատիլ մեղրի պատմություն թող չդառնա։ Ձեզ չթվա որ մենակ դուք եք դրա մեջով։ Շատ են դեպքեր, որ թվում է մենակ օրինակ աղջիկն է մտածում, կամ մենակ տղեն է մտածում հարաբերում։ Դες բան չկա, միշտ երկուսը միաժամանակ այդ սաղ լինում, ես համոզված եմ, որտեվ տղեկ ավելի քիչ են խոսում, կարող է ձեզ ինչ որ մի հարց անհանգստացնի երկուսիդ էլ, բայց դուք բարձրաձայն եք այդ թեման, իսկ տղան տենց էլ չբարձրաձայներ, տենց անցներ, գնար կամ կուտակվեր։ Բայց կանայք ավելի արտահայտվող են, ավելի բարձրաձայնող են, դրա համար տղեկին էլ պետքա նաև իրենց էլ հանդուրժողականություն, հասկանալ, որ աղջիկը ավելի էմոցիոնալ է, շատ են վեճերը լինում, երբ որ էմոցիայի վրա, աղջիկն ու տղան, երբ որ ինչ որ մի թեմայի շուրջ վիճում են կամ խոսում են, ոնց որ աղջիկը մտածում է այդ պահի մասին, հենց այդ պահի մասին, իսկ տղեն հենց այդ նույն պահին կարող է մտածում է մի 20 ապագայի, անցյալի, ներկայի տարբեր թեմաներից։ Այսինքն դու երբ որ մի հատ հարց ես բարձրացնում, քեզ այդ հարցը այդ պահին ուզում է։ Կարող է տղեն вообще ուրիշ բան պատասխանի, որտեվ ինքը մտածում է մի քանի օր առաջվա մասին էլ։ Շատ հավանական է, որ տղան այդ պահին ընդհանրապես ուրիշ բանի մասին է մտածում։ Ընդհանրապես կարող է ոչ էլ լսում է։ Բայց երբ որ կարևոր է թեման, հաստատ լսում է, ուղղակի միանում է։ Այսինքն եթե դուք ինչ-որ հարց եք տալի, որ տղեն չի լսում կամ դուք հասկանում եք, որ պատասխանը եսի ինչ չէ, անցեք գնացեք, ուրեմն այդ եսի ինչ հարց չեք բարձրացրել դուք։ Դա իմ ասածը։ Աղջիկները շատ բռնկուն են, շատ էմոցիոնալ են, ու այս ճգնաժամային փուլերի ժամանակ պետքա տղեկ ջան մի քիչ տրվել էմոցիաներին, ավելի հանգիստ տանել, շատ վեճեր կարան անցնեն ուղակի գնան ձեր պրոստը լավ պատասխանից ու կարան մնան, դառնան մեծ կռիվներ, երբ որ դուք էլ նույն ձև ոնց որ պատասխանեք, երկար, դից էմոցիոնալ բան։ Ոնց որ դու սկզբում հասկանում ես, որ այս մեծ պատասխանատվություն է ու վերցնում ես այդ պատասխանատվությունը քո վրա, մտածելով, որ էսա ինչ որ ժամանակ հետո սա անցնելու է, այսքանը տանեմ, ոնց որ այս տոպրակները sense վերցնեմ, գնամ խաչմերուկից հետո կթողեմ կգնամ, բայց պահակալի որ ջոգում ես, չէ, այդ պիտի գնաս մի 2 խաչմերուկ, հետո տրանսպորտ դրանով նստես, հետո սամալյոտ, հետո գնաս, հետո այդ տոպրակները ավելանան, դու նոր ձեռքեր աճացնես կողքերից հետո։ Դրա համար շատ տղաներ այդ տոպրակները կանգառում թողում ու գնում են։ Հա, դու արդեն ոնց որ ընդունել ես քո մեջ, որ այդ արդեն քո մի մասն է, ասենց ասած, դու այդ պետք է տանես, ու էլ չես ուզում անդադ դու անդառնաս դրան, ոնց որ աղջիկա անկախ նրանից կինդ այդ թեման կբարձրացնի, թե չի բարձրացնի, դու գիտես, որ այդ թեման կա։ Շատ լավ բան ասացիր։ Գիտես, ես կարծում եմ, որ հասարակության մեջ, ու չեմ ուզում ասել հենց մեր հասարակության մեջ, որովհետև ես կարծում եմ, որ դա ընդհանրապես հասարակության խնդիր է, որ տղամարդը պետք է լինի ուժեղ, պետք է լինի պատասխանատու, պետք է դիմանա, պետք է
ու այդ պետքեները այնքան շատ են, որ ասես տեղ չի մնում տղամարդուն ինչ որտեղ լինել խոսելի։ Օրինակ դու նշեցիր, որ տղամարդիկ ավելի քիչ են խոսում, ինձ թվում է, որ դա էլ է խանգարում տղամարդկանց։ Չէ՞ որ կանայք ունեն իրենց մայրիկին, քույրիկին, ընկերուհիներին եւ հաճախ այդ էմոցիաներով կիսվում են տարբեր մարդկանց հետ։ Եվ իրենք տեղ ունեն, որտեղ իրենք խոցելի են։ Ու իրենք նաև ուզում են լինել խոցելի իրենց կողակցի մոտ, այսինքն իրենք խոսելով հանգստանում են։ Իրանք գալիս են, որ խոսեն, քննարկեն, նույնիսկ եթե չհնչի հստակ պատասխաններ, այդ խոսակցությունը իրենց ապահովության մեջ է գցում, որ մենք քննարկեցինք, ուրեմն մենք կլուծենք։ Իսկ տղամարդիկ, քանի որ չունեն այդ խոսելու հատկությունը ընդհանրապես, այսինքն իրենք կարող է ժամերով ուղի ինձ, եթե ես սխալվում եմ, բայց իմ հետաքննություններով տղամարդիկ զրուցում են շատ տարբեր կանանց տեսակետից անիմաստ բաներից, օրինակ, ով է հաղթել մրցաշարը, ով է ընտրվելու, արտաքին ինչ որ բաներից են խոսում, ով ինչ մեքենա առավ, ինչպես սարքել այդ մեքենան, որտեղից բերել։ Դե տղամարդու համար էլ կնոջ թեմաներն են նույն ձև։ Իհարկե, արտաքին աշխարհից խոսելու բաները ավելի շատ են, ասես տղամարդու ներքին խոցելի հատվածը մնում է ուղակի այդ լռության ու ամեն ինչի տակ փակված։ Թեկուզ որ ես հիմա փորձում եմ իմ տղաներին մեծացնել այնպես, որ իրենք ճանաչեն իրենց էմոցիաները։ Ես հասկանում եմ, որ շատ մեծ մարդիկ, տղամարդիկ մանավանդ ուղղակի չեն հասկանում իրենց էմոցիաները, չգիտեն ինչ են զգում, չեն կամ բացատրեն, որ մի հատ էլ լուծեն այդ էմոցիոնալ խնդիրները։ Այսինքն, եթե ես հիմա զգում եմ այդ պատասխանատվությունից ճնշված, ինչ եմ ես զգում։ Ես զգում եմ ինչ ճնշված, ապա զգում եմ ոնց։ Զգում եմ այս բանը անկարող։ Դա ինձ ինչ է անում, դա ինձ հուսահատեցնում է։ Հա, գան այդ հույզերին, որ ես ուզում եմ թեկուզ լաց լինեմ, ուզում եմ նստեմ մենակ ու մի հատ հասկանամ այդ էմոցիան։ Դա հենց այդ տղամարդու ուժեղ կերպարի պատճառով էլ է ոնց որ դաժե տղեկը իրար մեջ, իրար ընկերության մեջ շատ քիչ են խոսում զգացմունքներից։ Շատ քիչ է լինում, որ դե ընկերները են, ամենամոտ ընկերները ինչ որ բաներ կիսվում են իրար հետ, բայց հաստատ նենց չէ ոնց աղջիկներ է, էլի աղջիկը ասենք կարան ժամերով, շաբաթներով, ամիսներով անդադար մեկին քննարկեն օրինակ։ Տղեկի մոտ ավելի շատ կարող է ասենք այս աղջիկը այդ կրվա, հա, խի ոնց բան, վсё։ Իսկ այդ տղու օրինակ տանջվում եմ։ Դա հետաքրքիր բան է։ Այդ տղայի տանջանքը մնում է կուլիսների ետևում, այսպես ասած։ Դա չի նշանակում, որ ինքը չի տանջվում։ Բայց ընկերոջ առաջարկը տանջվող ընկերոջը մաքսիմում գնան իրար հետ մի բաժակ խմեն, գնան հարբեն, այսպես ասած այդ էմոցիան չվերապրեն, չլինի այդ տղամարդեն վատ կետում, որտեղ։ Դե չէ, վերապրում են։ Իրանք էլ ուրիշ ձև են, տղեկն ուրիշ ձև են վերապրում, նես չի չեն վերապրում։ Մեծ ֆեմինիստական աշխարհում շատ է պրոպագանդվում, որ աղջիկներն են ուժեղ, աղջիկները կարող մենակ լինեն, առանց տղու, տղեկն իրանց պետք չի։ Ոնց որ շատ է գնում դրան պրոպագանդան, բայց Հայաստանի տղեկի մասին աշխարհի տղեկն էլ որտեղ արդեն ուրիշ ձև են համեմատած, հիմա շատ կան իրար զանգող լացող տղեկ կան, չգիտեմ ընկերուհիներ ունեցող տղեկ կան։ Բայց ինչ վատ բան կա իրար զանգելու մեջ։ Վատ բան չկա, ես ուրիշ բան եմ ասում, հիմիկվա տղու մոդելը մի քիչ ուրիշ է, քան թեկուզ 15 տարի առաջվա, ոչ թե 50։ Այդ տղու մոդելն էլ է մի քիչ փոխվում ու ստեղ ոնց որ շատ է պրոպագանդվում մենակ աղջիկի, որ աղջիկը մենակ է կարան, իրանց պետք չի ամուսնություն, իրանց պետք չի տղա, ու տղեկը ոնց որ իրանց էլ են գցում այս ճգնաժամային իրավիճակների մեջ, գուցե իրանց կողակցի հետ խոսալով ոնց որ շանսերը ճգնաժամային իրավիճակ մտնելու պակասացնեն կամ դուրս գալու շանսերը շատացնեն։ Կարանք սենց վերջացնենք հաջորդ էպիզոդում ոնց որ լուծման ձևեր առաջարկել կամ քննարկել արդյոք կան ձևեր թե չէ։ Իսկ դուք follow եղեք մեր էջերին, subscribe-եք YouTube-ին։ Իսկ հաջորդ էպիզոդում մենք կխոսենք թե ինչպես դուրս գալ այս ճգնաժամերի մեջից եւ ինչպես հաղթահարել դրանք։ Շարունակելի։ Ձեզ հետ էին Այրը
եւ կինը։